Նրան կոչում էին համար 16770 սուրբ։ Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը նա կաթոլիկ եկեղեցու, կարելի ասել, Սթիվ Ջոբսն էր։ Ստեղծել էր մեդիա կայսրություն, միլիոնավոր տիրաժներով թերթեր, կառուցել էր վանական համալիրներով քաղաքներ, ծրագրում էր կինոստուդիա և ռադիոկայան հիմնադրել։ Հոգևոր քարոզչությունն իրականացնելու կազմակերպչական առումով նա պարզապես հանճար էր։ Բայց պատմության մեջ նա մնաց ոչ թե որպես մեդիա մագնատ, այլ որպես Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի գերի, ով մահվան այդ ճամբարում սիրո սխրեմք իրագործեց։ 1991 թվականին ճամբարից փախել էր մի բանտարկյալ։ Նացիստները խմբակային պատիժ նախաձեռնեցին։ Բարակից 10 բանտարկյալ ընտրվեց պատահականության սկզբունքով։ Նրանք պետք է բունկերում քաղցից դաժան մահով մեռնեին։ Նրանցից մեկը մի տղամարդ լաց լինելով ասում էր. «Կինս, երեխաներս», եւ այդ պահին շարքից դուրս եկավ մի ցածրահասակ նիհար ակնոցներով տղամարդ։ Թոքախ տանելուց հետո նա ընդամենը 1 թոքով էր։ Նա հանեց գլխարկը եւ հսկիչին հանգիստ ասաց. «Ուզում եմ նրա փոխարեն պատիժը կրել։ Նա կին ու երեխաներ ունի, իսկ ես միայնակ եմ։ Ես կաթոլիկ քահանա եմ»։ Հսկիչը տպավորված էր եւ համաձայնվեց։ Բունկերում կաթոլիկ քահանա, մեդիա մագնատ Մաքսիմիլիան Կոլբեն չմահացավ։ Առանց ջրի եւ հացի մնալով բունկերում նա միակն էր, որ փրկվեց։ Երբ նացիստները ներս մտան, տեսան, որ նա նստած է հատակին, հայացքը կենդանի։ Նացիստներին պետք էր բունկերն ազատել հաջորդ հոսքի համար։ Այդ իսկ պատճառով նրան մահացու ներարկում արեցին։ Քահանան իր կամքով ձեռքը երկարեց։ Մարդը, որի փոխարեն բունկեր մտավ Կոլբեն, Ֆրանտիշեք Գայովնիչեկն էր։ Նա վերապրեց Օսվենցումը, ապրեց երկար տարիներ, ունեցավ երեխաներ եւ թոռներ։ Եվ ամեն տարի այցելում էր Օսվենցիմ մահվան ճամբար եւ ծաղիկներ տեղադրում մահվան պատի մոտ, ասելով. «Ես ապրում եմ շնորհիվ նրա, ով մեռավ ինձ համար»։